Եկեք մի փոքր ցույց տամ ոնց ենք օրը սկսում։ Ուրեմն միացնում ենք մեր համակարգիչը, պրոյեկտորը, մյուս համակարգիչը։ Իմիջիալոց շատ բոմբ վիդեո է լինելու, նորը մոնտաժար է, շուտով կլինի եթերում, YouTube-յան հալիքում եւ TikTok-ում։ Ուրեմն տեսեք, սենց հետաքրքիր բան եմ եկալ է։ Միացնում ես նոթբուքին ու երկու կողմից էկրանը միանում է։ Ասեմ, որ շատ ֆանտաստիկ հարմար բան է, հələ նայեք։ Ուրեմն ստեղ միացրած է մեր պրոպը, ստեղ միացրած է առանձին Exynos-ով մեր ինդիկատորները, ստեղ միացրած է մյուս ինդիկատորը, շատ հետաքրքիր գործիք է, կարաք վերցնեք աշխատեք, շատ հարմար բան է, զակազ եմ տվել, ինքը տենց շատ թանկ էլ չի, մոտավորապես 120,000 դրամի կարգի։ Եվ իհարկե սկսում ենք աշխատել, ուրեմն ինչ ենք անում առաջինը, սա փակում ենք, ստե հիշացնեմ ունենք money management-ի կալկուլյատոր, հաշվիչ, ովքեր որ տեղյակ չեն, կարաք միանաք մեզ օգտվեք այս ամեն ինչից, ուրեմն ոնց ենք աշխատում, եթե չենք ուզում օրինակի համար երկար բարակ ինչ-որ վերլուծություններ անելու, ժամանակ ծախսել այս ամեն ինչի համար, մտնում ենք Exynos, ստեղ ունենք մի այսպիսի գործիք, սա մեր անվանական ինդիկատորն է, ուրեմն տեսեք այս կանաչ, ինչքան կանաչ գույն տեսնում եք, այսի պլյուսավոր գործակներն է, որը որ կարմիրով է նշված, սա մեր մինուսավոր գործակներն է, ստեղ win rate-ը 84.8%, այս պահին, հաղթանակով գործակները 2604, պարտությունով 465, մտնայեք ինչ ստատիստիկա է, էլի ցույց տալի էսի, մենք ենք սարքել ինդիկատորը, ուրիշ ոչ մի տեղ չկա, միայն մեր մոտ է, կրկին օգտվելու համար պետք է միանաք մեզ, այս ամեն ինչը զուտ սարքել ենք նրա համար, որպեսզի երկար բարակ ինչ-որ վերլուծություն չանեք, միանգամից միացնեք այս ամեն ինչը, ունեք ստեղ միացրած է մեզ մոտ 3 ինդիկատոր, так, список ինդիկատորով, նայեք, ստեղ ունենք smart money կոնցեպտ, այսինքն մեզ մոտ ինդիկատորը համ ցույց է տալիս smart money գծերը, ստեղ թրենդերն է մեր մոտ ցույց տալի եւ ցույց է տալիս Strelish-ի մեր ինդիկատորը, ուրեմն, ահա, այսպիսի գեղեցիկ միջավայր, կարանք նստենք ու սիրուն աշխատենք։ Ես թուտեղն է, որ եկել ես այս լավ միջավայրը։ Եթե ցանկանում ենք զուտ առանց վերլուծությունների աշխատենք, ուրեմն հետևում ենք մեր վերլուծություններին։ Ուրեմն, հիմա ստեղ ազդանշանը գալիս է ու սկսում ենք աշխատել։ Մտնում ենք մեր հարթակ, մեր մոտ էստեղ եւս բացած է եվրո դոլարը։ Սա մեր հաշիվն է։ Եկեք մի հատ թարմացնենք հաշիվը։ Սա մեր հաշիվն է։ Հիմա կսկսենք գործարք անել, այսօր կբացենք առաջին մեր գործարքը $50-ով, սպասում ենք մեր ազդանշանին, իմիջիալոց այստեղ ունենք ADX, այսինքն ADX-ի մասով տեսահոլովակ եմ արել, YouTube-յան ալիքումա կարաք միանաք նայեք, շատ հրաշք ինդիկատոր է, բայց ես միշտ ասում եմ ու կրկնում եմ, հարթակի մեջի, կոնկրետ հարթակի մեջի ինդիկատորներին ընդհանրապես մի վստահեք, քանի որ իրանք ապազդանիով են աշխատում, այսինքն ոչ մի բրոքեր չի սարքի ինչ-որ ինդիկատոր, որ դու մտնես իր կայքը թալանես, հա, այսպես ասեմ։ Ու չմոռանամ ասեմ, սա եւս արհեստական բանականության շնորհիվ է աշխատում, սա այսպիսի ինդիկատորներ եւս կգտնեք համացանցում, բայց իմացեք, որ սա հենց սա չի կարա լինի, քանի որ եւս մենք ենք ստեղծել այս ամեն ինչը։ Հիմա սպասենք մի հատ գործարք գա, որից հետո սկսենք աշխատել։ Հիմա եկավ գործարքը դեպի ներքև, ինչ ենք անում մենք, մտնում ենք ու գործարքը մտնում ենք դեպի ներքև $50-ով ու սպասում ենք ավարտին։ Մտնում ենք այստեղ, կատիրովկեն լրիվ նույնն է, ինչպես գիտեք, այս ինդիկատորը, ովքեր որ աշխատում են մեզ մոտ գիտեն, որ աշխատում է մեկ հիմնական եւ երկու դագոնով։ Սա մեր smart money-ն է, հիմա կտեսնեք, եթե սա ունենում ենք մինուս, հաջորդ գործարքը դագոնով բացելու եմ դեպի ներքև։ Եվ այստեղ դագոնով բացում ենք գործարքը դեպի ներքև, քանի որ առաջի մեր գործարքը ունեցանք մինուս։ Հիմա մտնում ենք MT4, տեսնում ենք, որ այստեղ իրականում եղել է առաջի գործարքը մինուս, սա մեր արդեն դագոնն է, մենք արդեն դագոնը մտել ենք։ Իմիջիալոց այս դագոնի թվերին դուք ուշադրություն մի դարձրեք, քանի որ իմբալանսը թույլ է տալի դագոնին, դուք այսպես չանեք, դագոնը այսպես չի կատարվում,
Սա խորհրդատվություն չի, սա զուտ ցույց եմ տալիս, թե կոնկրետ ես, եթե չեմ վերլուծում շուկան, այլ աշխատում եմ մեր համակարգով ու ինչպես է այդ ամեն ինչը կատարվում իմ կողմից։ Կապի խնդիր կար ոնց որ, բայց ունեցանք պլյուս։ Ահա։ Այս մեկը մինուս, պլյուս, պլյուս, պլյուս։